Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիո լսողներին ու ռադիո դիտողներին, դուք լսում կամ դիտում եք Գործարար ալիքը։ Իսկ եթերում հետախույզի օրագիրը հաղորդումն է, դա էլ նշանակում է, որ առաջին խոսափողի մոտ հաղորդման հեղինակ Վովա Վարդանովն է, իսկ երկրորդ խոսափողի մոտ ձեզ համար աշխատում եմ ես, Սաթենիկ Զախարյանս։ Բարև ձեզ, պարոն Վարդանով։ Բարև։ Մենք նախորդ հաղորդման շրջանակներում խոսում ենք Իսրայել-Իրան հակամարտությունից, երբ դեռ այն ընթացքի մեջ էր։ Այժմ, երբ այն ավարտվել է, կուզեմ այսպես որպես ամփոփում դառնա մեր այս զրույցը։ Ի վերջո, ինչ ենք տեսնում հիմա։ Մի կողմը հայտարարում է, որ իրենք հասել են իրենց նպատակներին, ջախջախել են թիրախները, մյուս կողմը հայտարարում է, որ ինքը չի պարտվել եւ անգամ տոնում է հաղթանակ։ Ընդհանրապես այս ոչ մի կողմը պարտվեց եւ ոչ մյուս կողմը հաղթեց, հա, Վարդանակի տրամաբանությամբ ենք շարժվում եւ կարծես ինչ որ բարոյական հաղթանակի տրամաբանություն կա տարածաշրջանում։ Դուք ինչ եք կարծում։ Ընդհանրապես պաշտպանական օպերացիաներ գոյություն ունեն ռազմարվեստում։ Եթե պաշտպանական օպերացիայում դու կարողանում ես կանգնացնել հակառակորդին, հասցնել իրեն հարվածներ, որից ինքը շուտ, ասենք, ուշքի չի գա, բայց խնդիրներ չունես առաջ գնալու, որպեսզի, ասենք, դու չընկնես կործանիչ, ասենք, հակահարվածների տակ, դա համարվում է հաջողված պաշտպանական օպերացիաներ։ Երկրորդ համաշխարհայինի օրինակներով կարանք վերցնենք Ստալինգրադյան, ասենք, պաշտպանական օպերացիան, որը իր հերթին վերածվեց, ասենք, այդ երկու կողմից Ստեփնոյ ֆրոնտն ու չեմ հիշում որ ֆրոնտը իրար հետ շրջապատեցին Ստալինգրադի ուղղության վրա 6-րդ բանակը գերմանական, բայց պաշտպանական օպերացիայի արդյունքում հնարավոր եղավ, ասենք, ավելի ու ավելի ներքաշել հակառակորդի ուժերը, կանգնացնել իրենց Վոլգայի ափերին եւ հետագայում շրջապատման մեջ վերցնել։ Կա պաշտպանական օպերացիաներ, որոնք հաջողված են եղել, որովհետև կարողացել են կանգնացնել տեմպերը բաների, հարձակվող զորքերի, այն դեպքում, երբ որ մեջքի թեթևը պաշտպանական, ասենք, շրջան է կառուցվում։ Պաշտպանական կիսահաջողված օպերացիա, իսկ ինչ որտեղ նաև հաջողված Հունգարիայում Բալատոն լճի կողքը պաշտպանական օպերացիան, որտեղ գերմանական նացիստական ռեժիմը գրեթե իր տանկերի 60%-ը այդ մի փոքր, ասենք, հատվածում, համեմատաբար փոքր հատվածում կուտակեց եւ կարողացավ կանգնացնի կանգնացնի, ասենք, կոնկրետ հարձակվող խմբավորումը եւ դանդաղեցնի ընդհանուր, ասենք, ռուսական ճակատի արևելյան Գերմանիայի համար արևելյան ճակատի, ասենք, տեմպերը։ Եթե չլիներ Բալատոնի օպերացիան, Գերմանիայի, ասենք, կապիտուլյացիան կարող է մի 3, 5, 10, 20 օր ավելի շուտ, ասենք, կապիտուլյացիայի ենթարկվեր, որովհետեւ Բալատոնի այդ կողքը Հունգարիայում այդ հարցերը չլուծած զորքերը, եթե գնային առաջ, կուտակված տանկային, ասենք, շարասյունները կխփեին սովետական հարձակվող զորքերի ձախ ֆլանգից եւ հնարավոր է, ասենք, կացոլներ առաջանային, ոնց որ 41 թվականին, կարճ ասած, պաշտպանական օպերացիան եւ պաշտպանական մարտերը կարան լինեն, ասենք, հաջողված համարել իրենց գործողությունները, եթե հակառակորդը առաջխաղացում չունի։ Հաջողվածա իրանական պաշտպանական օպերացիան։ Կարծում եմ այո, ընդհանուր առմամբ ստրատեգիական առումով, որովհետև ցամաքային օպերացիայի անգամ նախանշաններ չկան։ Ինչը կկործաներ Իրանը կամ կործանման եզրին կկանգնացներ ու հնարավոր հետագայում կործանում տեղի ունենար։ Թեկուս, ասենք, առաջանային ռեալ ներսի խժդժոցներ, ոչ թե, ասենք, դիվերսանտներով, ինչ որ գործողություններ անեին, այլ ներքին էլիտան եւ, ասենք, ժողովուրդը էլիտայի կողմից դրդված եւ սնուցում ստացող հեղաշրջում աներ եւ ամբողջապես փոխեր Իրանի դեմքը, մասնատեր կամ նման մի բան։ Ներխուժման դեմ այդ ավելի շատ ուղղված էր ներխուժման դեմ Իրանի գործողությունները եւ ստրատեգիական առումով ընդհանուր առմամբ Իրանը կարողացավ կանգնացնի այն էքսպանսիան, որը որ արդեն նշмарվում էր,
արդեն նշмарվում էր, որովհետև բացահայտ թուրքական օդանավակայաններն էին օգտագործվում, Բաքվի թուրքերի օդանավակայանները հարվածի համար Իրանի տարածքում, մանավանդ թուրքաբնակ Իրանի տարածքում տարբեր ռազմական եւ ոչ ռազմական օբյեկտներին հարվածելուց Անկարայի թուրքերը բացահայտ, ասենք, օգնում էին որսալ իրանական հրթիռները, բացահայտ կողմ էին բռնել եւ այդ բացահայտ կողմ բռնելը վաղ թե ուշ բերելու էր ցամաքային օպերացիային մասնակցությանը իսկ մասնակցությունը ցամաքային օպերացիայի ոնց մտածում ես թուրքական տիրապետության տակ օկուպացված հայկական հողերից բացի ուրիշ տեղից ներխուժել իրենց տարածք շատ դժվար էր լինելու հնարավոր էր իհարկե Սիրիայով բերել ասենք բայց Սիրիայի մեջքի հետևը մնալու էին Անկայում Սիրիայի բնակավայրերը որ դե տարբեր ռուսների ասած բարմալերներ կամ ասենք արևմուտքի ասած մոջահեդներ ասենք կարային մեջքից հարվածեին կարճ ասած Իրանը կարողացավ խուսափի ցամաքային օպերացիայից առանց թաթիկների վրա կայնելու հետևի թաթիկների վրա եւ դեմի թաթիկները բարձրացնելու առանց դրա խուսափելը ուրեմն պաշտպանական իր օպերացիան հաջողվեց ստրատեգիական առումով որտեվ ընդհանրապես պիտի հասկանանք մարտական գործում մասշտաբները ոնց է, ասենք 19-րդ դարից հայտնվել է օպերատիվ ռազմարվեստ, դրանից առաջ միայն մարտավարություն էր եւ ռազմավարություն, բայց արագությունները բերեցին նրան, որ շատ մեծ մարդկային արագությունները, որը կոմունիկացիաները առաջացրեցին նորություններ տեղափոխել, ասենք լուրեր տեղափոխել, տելեգրաֆը եւ երկաթգծերը բերեցին նրան, որ շատ արագ սկսեց մեծ մարդկանց խմբեր եւ տարածքներ մոբիլիզացվել եւ պատերազմի մեջ մտցվել ու ստեղծվեց տենց օպերատիվ ռազմարվեստը ուրեմն մարտավարության եւ ռազմավարության արանքը իսկ ռազմավարությունը դա կարելի ասել մեր դեպքում ամբողջ պետության գործողություններն է խոսքի Ուկրաինայում ռազմավարությունը կարելի բաժանվի ասենք 2-3 մասի այդ Ուկրաինայի ճակատում որտեղ տարածքները մեծ են ուրեմն արանքում կա օպերատիվ արվեստ եւ օպերատիվ արվեստը երբ որ կամած մարում է իր պլանավորումները ասենք չեն իրականացվում ինքը կամած վերածվում է մարտավարական գործողությունների մենք դա դիտարկում ենք ասենք Ուկրաինայի Ռուսաստանի ասենք այդ ապուշ եղբայրասպան պատերազմի ընթացքում կամ կարա զարգանա օպերատիվ արվեստը վերածվի ասենք ստրատեգիական հաջողությունների կամ անհաջողությունների Իրանի դեպքում օպերատիվ խորությունների վրա էին աշխատում ավիացիայում ասենք խմբավորումները խփում էին օպերատիվ նշանակություն ունեցող օբյեկտներին ստրատեգիական օբյեկտներ չեն լինում էլի երբ որ ինձ ասում են ստրատեգիական օբյեկտ ես հազիվ եմ ինձ զսպում որ ասեմ դա անգրագետ է հնչում էլի մի արեք այտենց բան հային չի սազում լինել անգրագետ ստրատեգիական օբյեկտ դա լուրերի խոսք է ասենք խոսքի լուրերի դիկտորշան կարա էդի ասի բայց մեկ նայում ես լուրջ մարդիկ են ասում նման բան խնդալես գալիս է էլի հիմա օպերատիվ արվեստը զարգանալուց ոնց որ ասացի կարա վերածի ստրատեգիական հաջողությունների կամ անհաջողությունների օպերատիվ խորության վրա հրեաները աշխատեցին Ամերիկան եկավ օգնության խոցեց միջուկային օբյեկտները եւ ստրատեգիայի չվերածվեց ստրատեգիական ռազմավարական հաջողությունների դա չվերածվեց հերթական ապացույցն է որ հաջողել է այս մարտական գործողությունների մեջ ավելի մեծ կորուստներով բայց հաջողել է Իրանը կարողացավ չզիջի ոչ մի դիրք կորուստներ ունեցավ, այո, նման գլոբալ արձակման դեպքում մարդկային կորուստները անհամեմատ ցածր էին, բայց կան նշանավոր, ասենք, մարդկանց կորուստներ, ես ինչի եմ ասում նշանավոր, որովհետև միայն որոշում ընդունողները եւ զորահրամանատարները չեն խոցվել, այլ նաեւ խոցվել են ֆիզիկոսներ, գիտնականներ
կարճ ասած լուրջ կորուստներով, բայց ինքը կարողացավ կանգնած մնա եւ ապացուցի, որ չկա այնտեղ սեպարատիզմ։ Եթե ինչ-որ տեղ սեպարատ շարժում կար ու փորձում էին որոշ մարգինալ խմբերի պասիոնար դարձնելով, փող մեջները սրսկելով, տարբեր թուրքական միասնություն, ես իմ ինչ-որ բաներ խոսալով առաջ տանել, հիմա երիտասարդությունը, որը առաջ ասենք պահանջում էր Թուրանայի բանին միանալ բան, հիմա այդ նույն երիտասարդությունը ակտիվ մասնակցում էր իր երկրի պաշտպանությանը, բնակչության քաղաքապաշտպանական գործողություններին, կարճ ասած հակառակ էֆեկտ ունեցան։ Միգուցե հենց էդ էլ ծրագրավորում էին, ասեմ ձեզ։ Միգուցե հենց էդ էլ ծրագրավորում էին, ձեռի հետ Իսրայելը փորձեց, ասենք, իր անվտանգության զգացմունքը բարձրացնել, խոցել տալով միջուկային, ասենք, օբյեկտներին։ Միգուցե, որովհետև այստեղ հակամարտությունը ոչ թե թշնամական մակարդակի, բայց հակամարտություն նախկին անգլիական գաղութի Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Անգլիայի միջև բացահայտ երևում է հենց այս տարածքում եւ միգուցե այդ ամերիկյան ճյուղը ոնց որ ասած կարողացավ անգլիական իր հետ հակամարտության մեջ գտնված տարածքում կամ կոնկուրենտ պայքարի մեջ գտնված անգլիական բանին բրդի ենկում եւ առաջ տանի իր բաները օրակարգերը, իր խնդիրները առաջնահերթ լուծվեն, այլ ոչ թե Անգլիայի ազդեցության տակ ամբողջությամբ Ամերիկայից օգտվելով որպես դաշնակից Իսրայելը, ինքը ամբողջությամբ գտնվում է Թուրքիայի նման Անգլիայի ազդեցության տակ։ Հիշենք, ովքեր են, ասենք, հարձակվել հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա եւ այդ սրբազան մատաղը հոկտեմբերի 7-ի արել խաղաղ բնակիչ կոտորելով 1000-ից ավել անմեղ մարդկանց, քաղաքացիականներին դարեցին Իսրայելի եւ Անգլիայի կողմից աճեցված Համասը։ Ես ասել եմ ստուդիայից տաղավարից մի հատ կրկնեմ։ Ուրեմն 50-60 թվականներին դրանից առաջ էլ կար ընդվզումներ, բայց 50-60 թվականներին ազգայնական արաբական եւ որոշ մուսուլմանական ոչ արաբական երկրները ազգայնական իշխանություններ ձևավորեցին։ Արաբական աշխարհում դա եղավ Սիրիայում, Իրաքում Բաասի տեսքով, Եգիպտոսում եկավ, ասենք, Նասերը, Աբդել Նասերը, ու իրանք բոլորը ազգայնական էին։ Այդ ազգայնականության թափը հավաքում էր արաբական աշխարհը, արեցին անհնարինը Սիրիայի եւ Եգիպտոսի հետ ստեղծեցին ընդհանուր պետություն եւ դրա դեմ առնելու համար սկսեց ազգայնականին ի հակառակ մուսուլմանական կառույցներ ստեղծվել ու ստեղծվում էին հենց անգլիական հատուկ ծառայությունների, իսկ Իսրայելի մոտակայքում եղած տարածքներում, ասենք Հորդանանում, Սաուդյան Արաբիայի ամենակիչը նեջ հատվածում, Եգիպտոսի Սինայում մուսուլմանական ծայրահեղական շարժումներ, որոնք գլխավոր հակառակորդը նույնիսկ Իսրայելի մեջ չեն տեսնում, այլ տեսնում են, ասենք, այդ ցիվիլ բանի ոչ կրոնական իշխանությունների մեջ։ Կարճ ասած, Համասը դա անգլիական հատուկ ծառայությունների եւ Իսրայելի ստեղծածներ եւ ինքը հարձակվեց Իսրայելի վրա եւ տվեց կարտ բլանշ, հարձակվեց իմիջիայլոց շատ հետաքրքիր ձևով, էլի անսպասելիորեն կարելի ասել ամբողջությամբ սահմանի վրա, Գազայի սահմանի վրա սախ էլեկտրոնիկան վարի գնաց։ Աշխարհի էլեկտրոնիկան, ասենք, այսօրով Իսրայելը եթե չի մատակարարում, գոնե սոֆթերն է, ասենք, հասցնում, то есть այդ մեջի ուղեղը երևի 80%-ը, եթե ոչ ավել։ То есть առաջատար երկրները գիտակցելով, որ Իսրայելի տնտեսությունը բավականին դժվար է, ասենք,
պահել լոգիստիկ բաների պատճառով այդ բաները տվեցին իրանց, ասին դուք էսի զարգացրեք։ Եվ ինչ որ մեկը կա, որ հավատում է, որ sense ինչ որ ձևով լոկալ իրար հետ կապ չունեցող հենակետերը բոլորը միաժամանակ, ասենք, զինվորական հենակետերը անջատվեցին, հա։ Կարճ ասած, դա համոզված եմ պլանավորված էր, հետագան ցույց տվեց, որ պլանավորված էր, որպեսզի, ասենք, այդ սրբազան մատաղը լինի, տեղի ունենա եւ բանա Իսրայելի Նետանյահուն, ասենք, ինքը շատերին թվում ազգայնական է միջելուց, բայց ինքը ֆանատիկոս կրոնական է։ Ինքը ֆանատիկոս կրոնական է եւ դա անվիճելի է, ուղղակի հрьяաների ազգը որպես այդպեսին, չկա այդպես ազգ։ Կա էթնոկոնֆեսիա։ Դա կրոն ազգ իրար հետ միաձուլված, sense մի հատ երևույթ է, եւ շատ դժվար է տարբերել ազգայնականին, գրեթե անհնար է հաճախ լինում իրանց խոսքերից ջհուդա դավան, ասենք, ջհուդությունով առաջ նորթվող, ասենք, մարդը եւ, ասենք, հրեականության եւ սիոնիզմով առաջ գնացող մարդը։ Օրինակ նայեք, մուսուլմանական ոչ բոլոր իշխանություններն են մուսուլմանական երկրների սիոնիզմի մեջ մեղադրում հրեաներին, որտեվ սիոնիզմը դա ազգայնական, ասենք, շարժում է, ծայրահեղ հրեական ազգայնականություն, բայց բոլոր մուսուլմանական երկրերում չի, որ, ասենք, այդ ազգայնականությունը վատ երևույթ են գնահատում, եւ իրենք վատ են գնահատում ոչ թե սիոնիզմը, նացիոնալիզմի, ասենք, մի դրսևորում ծայրահեղական, բայց մի նացիոնալիզմի դրսևորում, այլ ընդհանուր հրեականությունը։ Կարճ ասած, Իրանը չպարտվեց եւ չպարտվելով հաղթեց։ Հիշում եք, մեր վրա փաթաթում էին այն թեզը, որ մենք 2016 թվականին չենք պարտվել, որտեվ թուրքերը չեն հաջողել։ Չէին հաջողել վերցնելով սահմանի վրա օպերատիվ խորություն դիտարկող եւ օպերատիվ խորության վրա ճանապարհները, ասենք, իր հսկողության տակ եւ խոցման տակ պահող երկու մեծ կետ, եւ դա պարտություն չէր լոկալ կոնֆլիկտում։ Դա մեզ խափում էին, դա մեզ հանգստացնում էին, որպեսզի հեշտ կառավարեն։ Հաճախ նման բաներ ես հիմա էլ եմ տեսնում։ Երբ որ ասենք Սևլիճը, ասում են դե Սևլիճը ինչ, մենք դրա համար կռիվ չենք սկսի։ Նման երևույթներ ողջունելի չեն, բայց հասկանալի են, որովհետև իշխանությանը անհրաժեշտ է երկիր կառավարելու համար ստաբիլություն ներսում, եւ ստաբիլություն ներսումը նաեւ բերում անդրան, որ մեկ-մեկ հիմար հայտարարություններ են հնչում, ոնց որ ասենք հարկ տվողը հերոս է։ Հարկ տվողը որ հերոս է, դա մենք վաղուց գիտենք։ Կեղծ եմ ասում, ես իրականում իրանց հերոս չեմ համարում։ Ես իրանց շատ շնորհակալ եմ, որ իրանք իրանց պարտքը կատարել են, այլ ոչ թե հանցավոր ձևով թաքցրել են, ասենք, հարկերը։ Բայց դա շատ մեծ ու հին process է։ Շատ հին process է։ Հայաստանում ինքը սկսեց դրսևորվել, երբ որ ֆինանսական աջակցություն ու փաստացի էլի հարկ։ Ուղղակի ուրիշ տեղ աշխատած փողերի հարկերը ստեղ։ Ասենք Ալեք Մանուկյանը, Քերքորյանը, ասենք, ազգային հերոս։ Նույնիսկ չի որ ասողը անգրագետ է ու չի հասկանում, կամ այդ ազգային հերոս տվողը չի հասկանում, որ հերոսը ինչ է նշանակում։ Հերոսը դա այն մարդն է, որ անում է ավելին, քան իրանից պահանջվում է, կյանքի, ասենք, վտանգները արհամարելով, կամ էլ հաճախ գիտակցելով, որ ինքը, ասենք, մահվան դուռ է բացում եւ մտնում է ներս։ Բայց ասենք ինչ որ այն կապիտալի 0.1 n-ը Հայաստան տալով ազգային հերոս են հռչակվում մարդիկ եւ ազգային հերոսը, ասենք, մենք ունենք
մարդկանց հետ մահով եւ ունենք կենթանի, ով որ ոչ մի երեսություն չի արել։ Փող աշխատել, լավ արել, հարկեր ամուցե շատ լավ արել, ապրի ինքը, ասենք, բայց թամենը արելա այն ինչ որ պարտավոր էր, կամ որպես պետության քաղաքացի, կամ էլ որպես հայ էթնոսի ներկայացուցիչ։ Ինքը պարտավոր էր դա անել։ Այն որ լիքը մարդիկ կան իրանց պարտավորությունը չեն անում ու իրանց որպես օրինակ այս մեկին բերում ես ու ասում ես հերոս է, դա չի աշխատում։ Որովհետև ասենք մենք տեսնում ենք, չէ՞, ոնց են մարդիկ վերաբերվում, ասենք տարբեր հերոսներին իրական, ասենք մեծարմանը։ Շատ լավ, ապրի, ինքը հերոս է, ինքը պիտի գնար կռվեր, մեռներ եւ այլն եւ այլն։ Ես սովորական մարդ եմ, ես հերոս չեմ։ Չի կարելի այդպես բաներ անել։ Պարոն Վարդանով, թույլ տվեք ձեզ ընդհատեմ, մենք քիչ ժամանակ ունենք, բայց ես կուզեմ նաև անդրադառնանք այն հարցին, թե որքանով էր Իրանը պատրաստ ենթակառուցվածքային առումով, որովհետև մենք տեսնում ենք, որ Իրանում գրեթե մարդիկ չեն պատասպարվում, իսկ Իսրայելում շրջակների ձայնը լսելուն պես միանգամից գնում են ապաստարաններ։ Այս առումով Իրանը որքանով էր պատրաստ։ Իրանը պատրաստ էր մերպես մարդկանց պաշտպանության առումով, մերպես, կարելի ասել հիմարաբար, անտեսվել էր քաղաքապաշտպանությունը։ Քաղաքապաշտպանությունը աշխատում այնտեղ, այո, մերինից լավ, այո, բայց ընդհանուր առմամբ պետականամետ լինելը, պետականամեծար դառնալով այնքան էլ ճիշտ բան չի։ Պետությունը քո գործիքն է, որը որ պետք է լավ խնամես, մաքուր պահես, կենսունակ լինի, բայց մեծարել այն նավը, որով դու տեղաշարժվում ես, հաղոթել, պաչել բորտը, բան, ասենք, սիրել, հետո ամուսնանալ, չգիտեմ ինչ, այնտեղ դա նոնսենս է, էլի։ Այդպես նոնսենսներ արել են այնտեղ, ստեղել են անում այդպես բաներ։ Հիմար անշնորհք բաներ, ասենք, ընդհանրացվելով պետության հետ, այն որ խոսքի մեկին ասում ես ապուշ, ասում է դու պետությանն ես ապուշ ասում, խոսքի շոտ կներես էլի, Գասուդարստվը это я, Լյուդովիկոս 14-րդ, կամ էլ ասենք Պրինց Ֆլորիզելի թութակը Ֆերին ինքն էր այդպես բաներ ասում, պետությունը դա ես եմ։ Դա մոդայիկ է, ասենք որոշ երկրներում, որոնց իշխանությունը մարդկանց թվում է մշտական է։ Ու այդ կեղծ բան ազգացմունք առաջանում, որ իրանք պետություն են։ Անկամ Ստալինը պետություն չէր, անկամ Ադոլֆ Հիտլերը պետություն չէր։ Պետությունը դա մեխանիզմ է, որը որ այդ մարդիկ օգտագործում են։ Բան կա, մի հատ ֆիլմ կա Пираты 20, չէ, Կարիբского моря։ Չէ, Կարիբյան ծովի ծովահենները, միթավոր անջում, ծովի ծովահենները, լճի ծովահեններ երևի կան, ուրեմն կամ գետի, вообще տեղել են, ուրեմն նայեք, այնտեղ կար նավ, որտեղ որ մարդիկ նավի հետ ընդհանրացվել էին, մոնստր էին իրանք, չէ։ Դա ինձ թվում է այդ ֆիլմի նկարահանողները ինչ-որտեղ ասենց մեսեջ էին ուղարկում մարդկանց, որ այն ով որ նավի հետ ընդհանրացվում է, ինքը այլ մարդկային էությունը կորցնում է։ Թույլ մի տվեք, որ մարդիկ, ասենք, այդքան իրենց ընդհանրացնեն այդ կամուրջների բաների հետ, տախտակամածների, ղեկերի եւ այլն դրա հետ։ Դա շատ վատ բան է։ Ես այդ երևույթը հիմա տեսնում եմ Հայաստանում ու ինձ դուր չի գալի, Իրանում դա վաղուց է նկատվում։ Այստեղ փառք Աստծո նոր բան է։ Ուղղակի ասենք ժողովրդի պորտկումով իշխանության եկած մարդիկ համոզված են, որ իրանք միշտ ժողովրդի սիրեցյալն են լինելու, սիրված զավակը եւ միշտ իշխանության մոտ են գտնվելու, իրանց մոտ այդպես մի քիչ կեղծ բաներ առաջանում։ Իշխանությունը պիտի փոխվի, իշխանությունը փոխվում է պարտադիր, թեկուս դրա համար, որ մարդը հավերժ չի, թեկուս այդ բանով, անգամ թագավորական իշխանությունը, Աստծո կողմից օրհնված բան եւ այլն փոխվում էր, որտեղ թագավորը օրերից մի օր մեկ ելնում ասում էր, թագավորը մեռավ, կեցե արքան, չէ՞, ասենք, ժառանգ թագավոր դառավ։ Քաղաքապաշտպանությունը Իրանի լուրջ խնդիրներ ունի, որը որ լուծել շատ դժվար է,
անհնարինության մոտիկ, որովհետև այդ քաղաքը կառուցելուց, օրինակ հին պատմական քաղաքները այտենց լավ վիճակում չեն նաև Իսրայելում։ Օրինակ Երուսաղեմում եթե շին թույլտվությունը 500 հատ կնիկ հստորագրություն պիտի լինի, դու ոնց ասենք հին շինության մեջ, որտեղ ժամանակին հնարավոր էր վահանով թրով կհանգնել պարեսպի վրա եւ աստիճանով բարձրացողին թույլ չտալ, որ բարձրանա վերև, այդտեղ ոնց կարելի ասենք հին պատմական մի քանի 100 տարի կամ 1500 տարվա շինության մեջ դու թաքստոց կառուցես, իսկ դու այնտեղ ապրում ես։ Հայկական թաղամասը Երուսաղեմի շատ հին է։ Հայերը ընդ լուրջ գլոբալ կոնֆլիկտի դեպքում ընդհանրապես շանս չունեն ինչ-որ ձևով պատասպարվեն անվտանգ տեղերում։ Այսքանը երևի, հետո կշարունակենք, եթե ցանկություն լինի, ի դեպ, եթե կոմենտներում ասեք, հարցեր բարձրացնեք, մի քիչ ավելի հեշտ է, էլի, Վահեր ջան, ձեր հետ զրուցել, որովհետև տպավորություն է ստեղծում, որ ձեզ շատ քիչ բան է հետաքրքրում։ Ինչ որ ձեզ հետաքրքիր է, հարցերը տվեք, մենք անպայման դրան կադրադառնանք, չէ՞։ Այո, անպայման։ Ստեղծում։ Շնորհակալություն պարոն Վարդանով զրույցի համար։ Իսկ ես մեր ռադիո լսողներին ու ռադիո դիտողներին հիշեցնեմ, որ դուք լսում կամ դիտում եք Հետախույզի օրագիրը հաղորդումը, իսկ մենք ինչպես միշտ կհանդիպենք հաջորդ 5 շաբթի։